Amen.
Այն դարձավ պարզապես մի լուր, որ բացվում է դեպի արտադրություն։ Եվ դրա համար Քրիստոս ինքը ասում է. Ես եմ բարությունը և ես եմ կյանքը, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռնի, պիտի ապրի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշնցանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արդյունքը։ Այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց արդյունքյան երկրավոր կյանքը դատապարտված է ջրացնելու ընդամենը մի մրցած տարեցին։ Մի բայր, որ մրցանակ կարող է դառնալ մճացող նյութը, ամրով, գեղեցկությունը, ջլացող ուժը և օշիանցող իշխանությունը։ Առանց արդյունքյան ջնջվում են բնակեցելը լեղքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց արդյունքյան չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հատուկները շղթումը, ոչնչացում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների բացարձակացում։ Մինչդեռ հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրվար, ծնունդից մինչև մահ, բրդության մի օղակ է հավիտենության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանձեր են դառնում հավիտենության մեջ։ Երկրքին ու կրկին ճշմարիտ է առարկատը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և Իզուր է մեր հավատը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր, հազարավոր տարիների իր պատմության մեջ արտավիճների միջով։ Սմբլուր խմել է դառնության բաժարը, հաջավան նախնչել է աղետների ու հորդաների ներում։ Երբեմն խելահետ վիրուսախապության գործել է պախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել հարության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, ուսախապության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց միայն մի ժամանակ միշտ շարունակել է ապավինել հարությանը և պայքարել։ Այսօր ևս մենք փոփոխություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք կրել սևասանական փոփոխությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել օրվացած, անջատված, բայց արդեն սերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորուս մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար ելքեր, վանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկու անպաշտպանությունից և չկարողությունից խորացած ու խեղճացած մարդիկ։
1000 տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր ու սնահար ոգիներ, որոնք իշխության ուղղացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են ունեցել։ Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամակակով հռետորներ, որոնք իրավաշնության հանգարցների մեջ այլենադառություն, պատմական հիշողությունից հրաժարվում և ինքնաժրկում են կրում։ Տեսնում ենք խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգանալու մեջ սանձազատություն են տարածում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջաններում իբրև թե գիտելիք և բարեկամություն են վաճառում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացելու են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է համաչել։ Համաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հանգամանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանգում մարմնապաշտության չենջահող վագինի մեջ։ Միթե այս ողբարի պատկերների առջև չի նսենում սուրբարության հրաշքը։ Ինչպես հավատալ, որ կրճի սուրբարության խորհուրդը կյանք և տրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Քույրեր և եղբայրներ, ես չունեմ խոսքեր համոզելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ, չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հարյուրենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մաղմամբ։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը հավաքվել գացով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց դրանով էլ Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է մեր քարոզածը և Հիսուս է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չեն մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի ադրությունը և անժխտելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է արել, քան հավատալ նրան, ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերածենք կյանքի զորացման, սայթակելուց հետո վեր կանգնենք, վեր լինենք, մեղաչելուց հետո չտանտանենք հավատալարությանը, մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները, պայքարենք մեղքի դեմ նախինքներս մեր մեջ, և հետո այլ ներերում և այլ ներերում, պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի
ամենում է, և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքը և կենտրոնում է։ Արություն այնտեղ է, ուր չկա ատելություն, և ուր չկա թշնաման։ Արություն այնտեղ է, ուր խորտակվում է շարի պատնեշը, և արություն այնտեղ է, ուր կենցում է միաբանությունը, ամերաշությունը, և բրկավորում է սերը։ Եվ ուրեմն ողորմյալ լինի Տիրոջ սուրբ արությունը, թող բրդի սուրբ արության շնորհները առատորեն սփռվեն արքնացողիներում